Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե Հայաստանի ներքաղաքական իրավիճակին անպայման կանդրադառնանք, մանավանդ նախընտրական, ինչպես տեսնում եք, կրքեր ու տրամադրություններ են, բայց տեսնենք աշխարհում ինչ է կատարվում, որով նաև պայմանավորված է, թե ինչ տեղի կունենա նաև մեր երկրի համար։ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչի տարածած հայտարարության մեջ ասվում է. Վաշինգտոնի վարչակազմը մեկ տարով կասեցրել է Չինաստանի դեմ նավաշինության և նավագնացության վերաբերյալ առևտրային վարույթները։ Փաստաթղթի համաձայն հետաքննության շրջանակներում բոլոր գործողությունները կդադարեցվեն նոյեմբերի 10-ի կեսգիշերին։ Հայտարարության համաձայն կասեցումը հաջորդում է ԱՄՆ նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ջինպինի միջև 2025 թվականի նոյեմբերի 1-ին Սպիտակ տան կողմից հայտարարված պատմական առևտրատնտեսական համաձայնագրին։ Շատ ենք խոսել նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հարաբերությունները կարգավորի Չինաստանի հետ։ Ինչպես տեսնում եք, կարգավորում է։ Բայց հանկարծ որևէ մեկս այնքան միամիտ չենք լինի, որ հասկանանք, որ իբրտե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կդառնան վստահելի գործընկերներ։ Դա հեքիաթի ժանրից է։ Վստահելի գործընկեր չեն դառնա, բայց երկուսն էլ հասկանում են, որ իրար կարիք ունեն։ Երկուսն էլ հասկանում են, որ իրանց պայքարից երկուսն էլ տուժելու են, արդյունքում շահելու են մյուսները։ Թե ինչ կլինի հետո, որոշ ժամանակ անց, կդառնան վստահելի գործընկերներ, թե ոչ, քիչ է հավանական, որ կդառնան, բայց այնուամենայնիվ ժամանակ կշահեն, նոր աշխարհակարգ կձևավորվի, որ նոր կիմանան իրենց հարաբերությունները ինչպես կարգավորեն։ Այո, եթե նոր աշխարհակարգը ձևավորվի ԱՄՆ-ի հաղթանակով, իսկ դա նշանակում է, թե ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինային Ուկրաինայի հաղթանակով, բնական բանը լրիվ այլ կարգավիճակ կլինի եւ այլ ձևի հարաբերություններ կլինի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Չինաստան, որի պարագայում հաղթողը միանշանակ կարող է լինել ազդեցության հաղթանակը կարող է լինել միանշանակ Միացյալ Նահանգների կողմը։ Բայց այնպես չի, որ Չինաստանը դա չի հասկանա, բայց այսօր Չինաստանը այդ բավարար ուժը չունի առճակատման գնա Ամերիկայի հետ։ Առավելևս որ հնարավորություն ունի համագործակցելու, ինչի դրանից հրաժարվի, որ այսինքն մենք սա դիտարկում ենք ոչ թե որ այս Ամերիկայի Միացյալ Նահանգները Չինաստանի հետ հարաբերությունը կկարգավորի, վստահության մթնոլորտի չի լինելու դա։ Մենք խոսում ենք ուղղակի հակառակորդ լինելու, ինչ է տալիս երկուսին էլ եւ ինչ է տալի աշխարհին։ Բարեբախտաբար Դոնալդ Թրամփը իր նախնական տեսակետից, որ պետք է Ռուսաստանին իր կողմ քաշի, Չինաստանին մեկուսացնի, հրաժարվեց։ Շատ երկար չտևեց այդ հրաժարվելը, չնայած փորձեց ատամով տա բոլոր հարցերում, կոմունիստական Չինաստանին պետք է պատժենք, կարելի է կարծել, որ ինքը գնում էր Մերձարևելյան երկրին արաբական երկրների հետ հանդիպելու, այնտեղ ժողովրդավարության կղզյակներ էր, էլի, թագավորների հետ էր հանդիպում, էլի, այնպես չի, որ իր համար խիստ կարևոր էր, թե այնտեղ ինչ վարչակարգ է, կամ էլ թե չէ Հյուսիս Կորեայի Կիմ Չեն Ընին ընկեր համարողը հազիվ թե պետք է նեղանա Չինաստանի կոմունիստական ելնելուց։ Ուրիշ հարց էր, որ Չինաստանի կշիռն էր անհանգստացնում Դոնալդ Թրամփին, հուսանք, որ այս պարագայում ձևը գտել է, որտեղ դա շատ կարևոր է։ Չինաստանի այդ ձևը գտնել նշանակում է Ռուսաստանին տեղը դնել, դա նշանակում է Եվրոպայի հետ միասնական քաղաքականություն վարել։ Դա այն սցենարն է, որի մասին պարբերաբար խոսում ենք եւ ամեն օր սպասում ենք, որ դա կյանքի կոչվի։ Իսկ հիմա նայենք պատասխանը Չինաստանի։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել է. Չինաստանը մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը կասեցրել է զենքի արտադրության մեջ օգտագործվող որոշակի նյութերի ԱՄՆ արտահանման արգելքը։ Ինչպես տեսնում եք, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանից հետո Չինաստանն էլ Ամերիկայի հետ հասկանում են, որ ավելի լավ է համագործակցեն, քան առճակատման գնան։ Այսինքն, ինչպես տեսնում եք, սինխրոն այդ քայլերը անում են։ Դա հուսանք, որ հետևողականորեն տեղի կունենա, որի պարագայում իհարկե մոլորակի համար դա շատ լուրջ դերակատարություն կլինի։
Իսկ Ղազախստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է. Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները այն C5 գումարած մեկ այդ 5 կենտրոնական Ասիայի երկրները եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ամրապնդել մատակարարման շղթաների փոխկապակցվածությունն ու դիմադրողականությունը լիովին իրացնելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու TITR-ը ներուժը եւ այն ինտեգրելով Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ենթուղու TRIP, որը որ Հայաստանով անցնելու TITR-ի եւ TRIP-ի միջոցով կապի ամրապնդման նպատակն է ապահովել ապրանքների տեղեկատվության եւ էներգիայի անվտանգ տեղաշարժը C5 գումարած մեկ երկրների, այս կենտրոնական Ասիայի 5 երկրների եւ Միացյալ Նահանգների երկրների եւ համաշխարհային հանրության շահերից ելնելով։ Իհարկե ակնհայտորեն Դոնալդ Տրամփը փորձում է կենտրոնական Ասիայի երկրների համար այլ ուղիներ որոնի շրջանցելով Ռուսաստանը եւ նաեւ ռուսական ազդեցությունից պոկի նրանց, որ Ռուսաստանը համարում էր, որ ին միջոցով եք դուք աշխարհի հետ հարաբերվում, թե ինչի դա պետք է այդպես լինի, եթե նրանք այլընտրանքային ուղիներ ունեն։ Այսինքն սա ընդգծված ձևով Ռուսաստանի դեմ քայլեր են, բայց ինչն է տարօրինակ, որ այդ ճանապարհը, որի մասին արդեն ինքը խոսում է TRIP-ի, որը անցնելու է Հայաստանով, ընդհանրապես մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դե լավ, Ամերիկայի հետ պայմանավորվեցինք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնենք։ Ամերիկան օգնեց, որ Ռուսաստանի համար լրացուցիչ ճանապարհ բացվի եւ ցամաքով Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցենք։ Դա ոնց է տեղավորվում այդ ճանապարհի Ամերիկայի ծրագրերի կենտրոնական Ասիայի երկրների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունը սերտացնելու հետ, եթե այդ ամբողջ փաթեթը արվում է կոպիտ ասած հակառուսական փաթեթով։ Ոնց։ Այսինքն ոնց է հնարավոր դրանք համատեղել, էլի։ Երբ որ աշներիդ առաջ տեսնում եք, որ Տրամփը այդ ամեն ինչը տեսնում է մի ձևով, Հնդկաստանին փորձեց սանկցիաներ կիրառել, տեսավ չստացվեց, Չինաստանին փորձեց չստացվեց, հետո սկսեց երկուսի հետ համագործակցել ընդդեմ Ռուսաստանի։ Հիմա էլ կենտրոնական Ասիայի երկրները նորից ընդդեմ Ռուսաստանի։ Եվ մեկ էլ հանկարծ առաջի իսկ քայլը արվելուց հետո ասում է, գիտեք, 3 ամիս հետո Փաշինյանն ասում է, վերջապես արդյունքը տվեց Ամերիկայի հետ ստորագրված փաստաթղթերի, արդեն Ռուսաստանի հետ ճանապարհը բացվեց։ Հիմա դուք համարում եք, որ մենք իրական գծի վրա ենք, գիծը կարող է գա Հայաստանով անցնի, բայց մենք քաղաքական այդ գծի վրա չենք։ Այս է ապշեցուցիչ։ Իսկ հիմա նայենք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի։ Ինչ է ասում։ Մենք պետք է մոռանանք եվրոպական ընդհանուր թերահավատության մասին, թե իբր Պուտինը նախ ուզում է օկուպացնել Ուկրաինան, իսկ հետո նոր կարող է գնալ ուրիշ տեղ։ Նա կարող է անել եւ մեկը եւ մյուսը միաժամանակ։ Ռուսաստանի ներխուժումը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից մեկը դառնում է ավելի ու ավելի հավանական, քանի որ ռուսական բանակը Ուկրաինայում առաջ խաղացում չունի։ Պուտինն իրական հաջողության տեսանկյունից փակուղու մեջ է։ Նրա համար սա ավելի շուտ փակուղային իրավիճակ է, ուստի այս անհաջողությունները կարող են նրան մղել այլ տարածքներ փնտրելու, պարզաբանել է Զելենսկին։ Ասեմ, այն որ Ռուսաստանը երկիրը դրել է ռազմական ռեսուրսերի վրա, այն որ երկրում կան լուրջ դժգոհություններ, մանավանդ տեսնում եք վառելիքաէներգետիկ ռեսուրսների հետ կապված, որոնք ուղղակի հարվածահասցնում ցանկացած քաղաքացու շահերի։ Այն որ մարդիկ տեսնում են, որ երկրում վիճակը գնալով չի բարելավում, հարվածները ուտում ցանկացած քաղաք այլևս անվտանգ չէ, որտեղ եթե նույնիսկ ուկրաինական դրոնը կամ հրթիռը չի հասնում, ապա ներսում տեսնում են ինչպիսի ահաբեկչական գործողություններ կարող է կատարել, չնայած Ուկրաինայի պարագայում ահաբեկչական չես համարի, դիվերսիոն քայլեր են կատարում, որովհետև ահաբեկիչը Ռուսաստանն է։ Նրանք դիմում են ինքնապաշտպանական իրավունքի։ Այսինքն այս պարագայում Ռուսաստանը ռազմական ռեսուրսների վրա դրած երկիրը, եթե Ուկրաինայում պատկերացնենք պատերազմը այսօր դադարում է,
ասեն վերջապես այս վիճակով նստի, ինչ է անելու դրա հետ, ինչ է ասելու իր ժողովրդին։ Սանկցիաները չեն հանելու, ինչպես տեսնում եք։ Ուկրաինային զինվերը չեն դադարեցնելու, ինչպես տեսնում եք։ Ուկրաինայի հետ համատեղ ռազմական ծրագրեր իրականացնելը չեն դադարեցնել, թե հիմա Ուկրաինան է իրանց օգնում ունենալ առաջավոր տեխնիկա, տեխնոլոգիա փորձարկած ռազմի դաշտում։ Այսինքն այդ պարագայում Ռուսաստանն ինչ պետք է անի, բնական է պետք է մտածի այդ ամբողջ ներուժը օգտագործի, որպեսի մի ուրիշ տեղ մի բան անի, որ ժողովրդին ասի լա հանգստացեք, կռվի մեջ ենք, էս ինչ եք անում, որ կարողանա մարդկանց կալանավորի, որ կարողանա մարդկանց տանի կալանքից տանի պատերազմ, որ կարողանա մարդկանց զսպի, ասի լռեք, պատերազմի մեջ ենք, ով որ պատերազմի դեմ խոսի կկալանավորենք, այսինքն ինքը պետք է այդ քայլերը կատարի, թե չէ, դա ակնհայտ է, որ պետք է անի, բայց արդյոք մենք մտածում ենք, որ դա հենց լինելու է ՆԱՏՕ-ի անդամ պետություն Ուկրաինային զուգահեռ, այդքան էլ վստահ չեմ, ասեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ կապված ախորժակ կունենա, չեմ կասկածում, որտեղ 2022 թվականին արդեն ասում էր, հենց Ուկրաինան վերցնում ենք, հաջորդը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անուններ էր տալիս։ Այնպես չի, որ դրա վրա այս կասկածում, բայց հիմա 4-րդ տարին է Ռուսաստանը այս պահին Ուկրաինայի հետ զուգահեռ այնքան չի մտածի, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա գնա, ինչքան թիրախավորված ավելի շատ հարավկովկասյան երկրները։ Այստեղ մենք ավելի շատ մտահոգություն ունենք։ Ես հասկանում եմ, որ Զելենսկին Եվրոպային ասում է, դուք ձեզ ինչի եք անվտանգ զգում, կամ սպասում եք Ուկրաինային հաղթի նոր ձեր վրա հարձակվի, որ Ուկրաինային հաղթի ձեր վրա կհարձակվի, բայց կարող է ընթացքում էլ անի, որտեղ փակուղի է մտել Ուկրաինայում։ Ես դա հասկանում եմ Զելենսկու ասածը, բայց ես կարծում եմ, որ մենք այդ վտանգից ավելի շատ ազատված չենք, ինչի, որովհետև ինչպես տեսնում եք, Վրաստանը ակնհայտորեն հակահարևմտյան գծի վրա է։ Վրաստանի իշխանությունները այնպես են իրաց փակուղի մտցնում, որ ուզեն չուզեն իրաց միակ ճանապարհը մնացել է Ռուսաստանը։ Հայաստանի իշխանությունները, որոնք խոսում են եվրոինտեգրացիայի մասին, այնպես ինչպես Վրաստանի իշխանությունները, մենք գիտենք, որ ակնհայտորեն իրան ցանկացած քայլ Ռուսաստանի հետ է կատարվում, ինչքան փորձում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել, այդ տեսեք էս եվրոչինովնիկն ասեց Հայաստանը Եվրոպա է գնում, այդ տեսեք էսպիսի բաներ են նրան, դա հեքիաթներին մենք չենք հավատում։ Իրականում Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս չի գալի։ Կարող է դետալներ անի մարդկանց ցույց տա, որ ասեն, բա տեսեք, չեք տեսնում, բայց ավելի գլոբալ հարցերում ավելի խորն է թաղված Ռուսաստանի ազդեցության տակ։ Եվ այդ պարագայում ու այնքան խնդիրը նա չի, որ Ռուսաստանը որպեսի փորձի ինչ-որ մի բան անի, որ իր հասարակությանը հաջողություն ցույց տա, կարող է նաև մտածի, որ եթե անկարգություններ ինչ-որ կարգի բաներ լինեն, ինքը միջամտություններ ունենա թե Վրաստանում, թե Հայաստանում, առավել ևս, որ այդ ճանապարհը իր համար իդեալական նշանակություն կունենա, առավել ևս, որ Վրաստանում եւ Հայաստանում պարարտ հող կա Ռուսաստանին աղոհացով դիմավորելու, այդ ցավալին սա է, այսինքն դա ներխուժում չի լինելու, դա ներսում աջակցություն է լինելու, ու դա միայն նա չի, որ մենք մտածենք դա վերաբերվում է ընդդիմությանը օգնել, Ռուսաստանը ընդդիմության հետ չի աշխատում, ընդդիմությանը լավ էլ ասում է գնացեք ինչ ուզում եք արեք, դեր գործն արեք, բայց ինքը միշտ աշխատում է իշխանության հետ, որովհետև ճանաչելով որևէ երկրի ընդդիմության ստիպված պետք է իր ընդդիմությանն էլ ճանաչի, որպես միավոր, իր ընդդիմությանը ամենավերջի բառերով վիրավորում է նրանց մեղադրում ամեն ինչի մեջ, որ Սփյուռքի բանի արտասահմանի գործակալ եք, նա ոնց պետք է Հայաստանի ընդդիմությանը գործընկեր ճանաչի, բայց մենք չմոռանանք, որ Ղազախստանում էլ տեղի ունեցավ իրադարձություն, որի պարագայում իշխանություններին պետք եղավ ՀԱՊԿ-ը իրանց աջակցի եւ ՀԱՊԿ-ը աջակցեց, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի անդամ, թեկուզ սառեցված, բայց որևէ պարտավորությունից չի հրաժարվել, հանդիպումներին չի գնում, բայց որևէ պարտավորությունից չի հրաժարվել, այսինքն դեռ մինչև ինչ-որ մի պահ Ռուսաստանը կարող է ասել, ինչ անկարգություններ են կատարում մեր ավանդական ազդեցության գոտում, որտեղ այդ մարդկանց նեղում են, ճնշում են, սպասեք մենք մի հարցով օգնենք, ու այդ օգնությունը կլինի ռազմական միջամտություն, այն դեպքում, որ Հայաստանը մենը ներկայացված է, էլի ոնց որ կարելի է կարծել հատուկ միջամտություն ալնելու, թե օգնությունը կլինի ուղղակի ներքաղաքական պրոցեսներին ինչ-որ ձևով խառնվել, դա ամեն դեպքում ես պետք է մտահոգի ավելի շատ, քան Զելենսկին դա ներկայացնում է, որ Եվրոպային մտահոգի,
որ Եվրոպայում պետք է մտահոգի դա գիտենք, որ Եվրոպայի հետ մտահոգության մասին չխոսի, շատ դժվար կլինի իր հարկատուներից փողեր հավաքել, բայց մեր դեպքում հարցը մենակ հարկատուի հարցը չի, մեր դեպքում խնդիրը, որ իրականում Ռուսաստանի ազդեցությունը այդտեղ չի փոքրացել, իսկ ինքը իր հասարակությանը ինչ որ հաղթանակ պետք է ցույց տա, որը չի կարողանում։ Իսկ նա հրաշալի հասկանում է, այդ զորքը, որ տարել կուտակել է Ուկրաինայում, պատերազմը այսօր դադարեց, այդ մարդիկ հետ եկան, ինչ են անելու։ Դուք պատկերացնում եք մարդուն, ժողովուրդ, մարդը գնացել է, ասում է բարև ձեզ, ես ստորագրում եմ փաստաթուղթ, կնքում եմ պայմանագիր, որպեսի գնամ Ուկրաինայում մարդ սպանեմ։ Նա հայրենասեր չի, ժողովուրդ ջան, հայրենասերը փողով չի կռվում։ Հայրենասերը կարող է կռվի, նրան ուղղակի փողով տան իր ուտելիքը, համազգեստը տան, զենքը տան եւ այլ եւ այլ։ Հետո էլ ասեն դե լավ հայրենասեր ջան, քո ընտանիքը մի բան պետք է ուտի թե չէ։ Այդ ուրիշ խնդիր է։ Ես պատրաստ եմ գնամ հայրենիքի համար զոհվեմ, մարդիկ էլ մտածում են, բա ոնց անենք, որ քո ընտանիքը սովից չզոհվի։ Այդ ուրիշ խնդիր է։ Բայց ես գնում եմ ասեմ բարև ձեզ, մի հատ փաստաթուղթը տվեք, ես ծանոթանամ պայմաններին, ստորագրում եմ, որ այո, ես գնալու եմ մարդ սպանեմ, այսքան ժամանակ սպանեմ, եթե իմ աշխատանքը հավանեցիք, ինձ վճարում եք այսքան գումար։ Պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք մարդու հոգեվիճակը, որը հայրենիք չի պաշտպանում։ Վարձկան է, ժողովուրդ ջան։ Վարձու մարդասպան է, դրա ուրիշ անուն ունի։ Հայրենիքը վտանգված չի, որ այդ մարդը հայրենիքի համար զենքը վերցնի գնա եւ այդ դեպքում սպանությունը սպանություն չի համարվի։ Գնացել ես քո հայրենիքն ես պաշտպանել սպանություն։ Բայց մարդուն դու չես բանը պայմանագիր կնքում։ Դա նորմալ աշխատանք է, ժողովուրդ ջան։ Այսինքն ես հիմա գնում եմ միտեղ աշխատելու, ասեմ պայմաններին ծանոթացրեք։ Բացում ասում են այս իրավունքները, այս պարտականությունները։ Եվ ես գնում եմ միտեղ պայմանագրին ծանոթանում եմ իրավունքներ, պարտականություններ, ժամկետներ, աշխատավարձ, որի նպատակն է գնալ մարդ սպանել, թալանել, սպանել, բռնաբարել, հա, ինչ անել։ Դուք պատկերացնում եք այդ մարդու հոգեբանությունը։ Էներ այդ մարդը նաև պատրաստ է փողի համար մեռնի։ Եղբայր ոչ միայն փողի համար սպանի, այլև փողի համար մեռնի։ Դուք պատկերացնում եք այդ մարդու հոգեվիճակը։ Ուրեմն այդ մարդը ուրիշ ձևի փողաշխատելու ձև չունի։ Այդ մարդը հետ է գալու Ռուսաստան։ Մի քանիսը հետ են եկել, տեսել եք ինչեր են արել։ Ով եկել է մի քանի անգամ էլի մարդ է սպանել։ Դուք պատկերացնում եք 100,000-ավոր մարդիկ հետ գան Ռուսաստան։ Զենքն է թաքուն հետները հետ վերած, որոնց վճարել են, պայմանագիր են կնքել, ասել են քո նպատակն է սպանես կամ մեռնես, աղբեր ջան։ Բա քեզ փող ենք տալի, բա պիտի մեռնես էլ, բա ինչ պիտի անես։ Դուք ընդհանրապես պատկերացնում եք այդ մարդու հոգեբանությունը, եթե նա վարձու մարդասպան։ Գնում եք կպտնում եք իսլամիստ ահաբեկիչներից, որի մասին միշտապես խոսել եմ։ Ասել եմ ավելի աբսուրդ բան, քան իսլամիստ ահաբեկիչին պաշտպանել, ուղղակի ես չեմ պատկերացնում։ Բայց ռուսական ահաբեկիչները պատկերացնում են, ժողովուրդ ջան։ Սառնասրտորեն պայմանագիր կնքել գնալ։ Ու այդ մարդիկ ամեն ինչի ընդունակ են։ Մենք պետք է հասկանանք, մենք ինչ ունենք այդ երկրի հետ։ Մենք պետք է հասկանանք այդ վտանգները, որ սենց հանգիստ ձևով դրած Հայաստանում կռիվ է գնում, թե ով պիտի սպասարկի Ռուսաստանի շահը։ Ես ասում եմ Զելենսկու ասածից ես ավելի շատ տողատակերով մտահոգություն եմ տեսնում մեզ համար, քան որևէ ՆԱՏՕ-ի անդամ պետության։ Որովհետև Ռուսաստանը պատերազմը եթե կանգ առավ, նա բացատրություն չունի այդ դերքում պատերազմը կանգնելու համար։ Նա չունի այդ բացատրությունը, բա ինչ է անելու։ Իրան նոր հաջողություններ են պետք։ Որն է այդ հաջողությունը։ Մի երկրներ, որոնք իրանք են պատրաստ Ռուսաստանին ընդունել, ոտերը ընկնել։ Այսա է սարսափելի, որ ամեն անգամ փորձում ենք բացատրել, որ ցանկացած մարդ, ով ռուսական քաղաքականության հետ կապված, լինի իշխանություն թե ընդդիմություն, մեր պետականության դեմ է։ Նպաստավոր պայման է ստեղծում, որ նա իր ագրեսիան համարի խաղաղասիրական առաքելություն։ Այսինքն հիմք է տալի, որ ինքը ագրեսոր չհամարվի։ Նա ակնհայտ մտել է Ուկրաինայի, ասում է այս ագրեսոր չեն։ Իրանք իրենց լավ չպահեցին, ես մտա։ Հիմա դուք պատկերացնեք, եթե Ռուսաստանից օգնություն խնդրեն, ուղղակի կամ միջնորդավորված, ոնց դա իրանք արդարացնի։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, հո դա այնպես չի, որ
Մենակ Զելենսկու ասածն ենք ասում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի, երբ Ռուսաստանը հասնի հատուկ ռազմական գործողության ընթացքում սահմանված նպատակներին։ Իհարկե մենք կցանկանայինք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվեր, եւ այն կարող է ավարտվել, երբ Ռուսաստանը հասնի իր այն առաջադրանքներին, որոնք նա դրել է սկզբում։ Այսինքն 2022 թվականին, որ դենացիֆիկացիայի ուզում աներ, Ուկրաինայի իշխանությունը փոխեր, եւ այլ, այդ տարածքները օրինականացներ, Իրան վերցներ, եւ այս ամեն ինչը ի սկզբանե ինչ 2022 թվականին ասել է, ինքը ասում է, եթե այդ նպատակներին չհասնեն, պատերազմը չի դադարի։ Հիմա Դոնալդ Տրամպը սա լսում է, մենք Հայաստանում լսում ենք, Դոնալդ Տրամպը Ամերիկայում չի լսում, բայց չեն տպում, տանում դնում սեղանին, ասեն ընկեր, բա դու ուզում ես իր հարցը կարգավորես, բա դու Ռուսաստանին ասում ես պետք է գնաս խաղաղության, բա Ռուսաստանն ասում է ես իմ նպատակները չեմ կատարել, բա դու 4 տարի նպատակը չես կատարում, կարող է մի 4 տարի էլ ես ուզում կռվես, բա այդ պարագայում Դոնալդ Տրամպը ինչ է անելու, Ուկրաինային չի օգնելու, սա ապտակ է, հենց Տրամպի քաղաքականությանն է ապտակ, որ ես չես անում, ընկեր ջան, տենում ես ինչ արեց քո զգուշավորությունը, քո քաղաքականությունը, որ Ուկրաինան է մեղավոր։ Այսինքն դու ակնհայտ հասկանում ես, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Դե հիմա ավելի պարզ ինչ ասեն։ Ու դրա համար սրանից մենք էլ դիեզրակացություն անենք, չէ՞։ Որտեվ եթե արդեն Ռուսաստանը այս գծի վրա է, Հայաստանը ինչ է բացատրել, ինքն չի է ռուսական գծի վրա։ Ոնց է Ռուսաստանը Հայաստանի աղբերը, ոնց որ Նիկոլ Փաշինյանն էր դիմում։ Դե հեսա քո աղբոր արածը։ Իսկ հիմա այլի նայենք, թե ինչ է Իրանում տեղի ունենում, որովհետև դա մեզ պակաս չի մտահոգում։ Իրանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Իրանը ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն է ուղարկել, որում ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները համարում է Վաշինգտոնի ներգրավվածության ապացույց Իսրայելի եւ Թեհրանի միջև հակամարտության մեջ։ Թրամփի խոսքերը ամբողջովին հերքում են ԱՄՆ պետդեպարտամենտի հունիսի 23-ի նախորդ հայտարարությունը, որում ասում է, որ Վաշինգտոնը որևէ կապ չունի Իսրայելի հարձակման հետ։ Այս ուղղակի խոստովանությունն ապացուցում է, որ ԱՄՆ կառավարությունը կրում է միջազգային հանցագործություն կատարելու լիակատար պատասխանատվություն։ Ժողովուրդ ջան, Իրանը ՄԱԿ-ին է դիմել, որպեսզի Ամերիկային ճանաչեն միջազգային հանցագործ։ Իհարկե, որ Իրանին ոչինչ չի հաջողվի, գիտենք, բայց հարցը դա չի, բայց դուք պատկերացնում եք, Իրանը մեր հարավային հարևանն է, որի հետ հիշում եք մեր իշխանությունները ինչպիսի ճաճանճափայլ մտքեր են հայտնում նրա հետ հարաբերությունների հետ կապված, անգամ վերջերս էլ էին դրա մասին ասում նաև Արարատ Միրզոյանը։ Այս Իրանն է Ամերիկային հանցագործը համարում, այդ Ամերիկան էլ գալիս է մեր տարածաշրջան, որպեսզի մեր հետ մի շարք բիզնես պրոյեկտներ անի։ Եվ մենք էլ ենթագիտակցորեն ակնկալում ենք, որ դրանից նաև անվտանգային հաջողություններ կունենանք։ Չնայած այն քայլերը, որ արվում է դեպի Ռուսաստան, հազիվ թե դրանք իրար հետ համատեղելի լինի։ Բայց հիմա սա մեզ համար լուրջ խնդիր է հասկանալու համար, որ Իրանը պրոբլեմ է ստեղծում մեզ համար։ Այս հայտարարությունների հրապարակումից հետո մենք դրանք գրանցել ենք որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ում եւ Անվտանգության խորհրդում, որպեսզի այլ ապացույցների հետ միասին ծառայեն որպես իրավական հետապնդման հիմք։ Անկասկած նման խոստովանությունը ցանկացած միջազգային դատարանում կարող է օգտագործվել որպես ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությանը մասնակցելու հստակ ապացույցներից մեկը, ասել է Բաղային։ Այնպես որ մենք սա անհետի ուշադիր լինենք, որովհետև շատ հանգիստ ասենք այն ինչ որ Ամերիկան անում է, Իրանի շահերին չի հակասում, մեղմ ժպիտ է առաջացնում, ուշադիր եղեք, ամենօրյա ռեժիմով ես այս մասին խոսում եմ, որովհետև ամենօրյա ռեժիմով իրանք են խոսում։ Այսինքն իրանք այս աշճանի լարված է այս ամեն ինչը, եւ այս պարագայում մենք պետք է հասկանանք մեր հետ կապված ինչ է կատարվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը լրագրողներին ասել էր, կարծես թե մենք մոտենում ենք շատդաունի ավարտին, դուք դա շատ շուտով կիմանաք։ ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել պատմության մեջ կառավարության ամենաերկարատև շատդաունը դադարեցնելու համար։
ԱՄՆ կառավարությունը արդեն մեկ ամսից ավելի է մասնակիորեն փակ է, քանի որ կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ պետական ծառայությունների ֆինանսավորման հարցում։ Նախորդ ռեկորդը 35 օր էր, գրանցվել էր Դոնալդ Տրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Եթե հիմա այս մեկը հոկտեմբերի 1-ից համարենք արդեն 40 օր է, այսինքն արդեն այդ ռեկորդը գերազանցված է, Տրամփը իր ռեկորդը գերազանցել է, բայց հաշվի առնելով, որ եթե Սենատը վերջնական համաձայնության գա, դրանից հետո նաև մի հատ ներկայացուցիչների պալատով կանցնի վերջում կստորագրի Դոնալդ Տրամփը, մի քանի օր այդտեղ կանցնի, բայց մենք շատ մեծ ցանկությամբ կուզենանք, որ դա վերանա ի վերջո, այդ հարցը կարգավորվի, որտեղ ուղղակի խայտառակությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսպիսի իրավիճակ առաջանա, պետական ծառայությունների հետ կապված, հազարումի խնդիրների հետ կապված, չվերթների հետ կապված, ես նորից եմ գտնում, որ ինձ համար անհասկանալի է, որ կարելի է բյուջեի հետ կապված համաձայնության չգալ, որի պատճառով առաջանա շաթդաուն, չգիտեմ որն է պատճառը, որ այդ հարցը մինչև հիմա չեն կարգավորում, ու սա առաջի դեպքի մենակ Տրամփի հետ կապված չի, էլի աննման բաներ եղել։ Նորմալ պրակտիկան նա է, որ ցանկացած բյուջե հաջորդը նախորդի հետ կապված ինչ-որ տոկոս տարբերություն է տալիս, եթե անգամ բյուջեն չի հաստատվում, 70%-ով ծախսերը անես, մինչև որ այդ բյուջեն հաստատվի, մնացածը ընթացքում կանես։ Ինչ է նշանակում, եթե համաձայնության չեկանք, ինչ ենք անում, երկիրը փակում ենք։ Ես կարծում եմ սա կվերանային, որովհետև սա անտրամաբանական որոշում է։ Նույնիսկ եթե այսօր համաձայնության կան հետո, ամեն անգամ կարելի է տենց խնդրի առաջ կանգնել։ Սրան պետք է իրոք նորմալ լուծում տալ եւ օրենսդրական լուծում տալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, նրանք ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են։ Էսա իհարկե երեք ասել, բայց ինչի համար, ասել թե այսօր էլ է բան ասել։ Այսօր Միացյալ Նահանգները աշխարհի ամենահարուստ եւ ամենահարգված երկիրն է, գրեթե զորայական գնաճով եւ ռեկորդային ֆոնդային շուկայով, կենսաթոշակային հաշիվները գտնվում են պատմական առավելագույնի վրա, մենք կուտակում ենք տրիլիոնավոր դոլարներ եւ շուտով կսկսենք մարել հսկայական 37 տրիլիոն դոլարի պետական պարտքը, ամերիկյան տնտեսություն են հոսում ռեկորդային ներդրումներ, ամբողջ երկրում կառուցում են նոր գործարաններ եւ գործարաններ։ Յուրաքանչյուր քաղաքացի բացառությամբ բարձր եկամուտ ունեցողները կստանան առնվազն 2000 դոլարի դիվիդենդ, կհել է Տրամփը։ Իդեպ հետո հարց է ծագել, այդ ում է վերաբերվում այդ բարձր եկամուտ ունեցողներն ովքեր են, որ նրանց չի տարածվում, մյուսների է տարածվում։ Բայց դեռ պարզ չէ, թե երբ կլինի այս վճարումը կամ ով է համարվում բարձր եկամուտ ունեցող։ Նախագահը վճարման վերաբերյալ այդ մանրամասներ չի նշել, ինչու է սա ներկայացրեցի։ Որտեղ ես ասում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները իսկապես ցախողել է տնտեսական քաղաքականությունը այս պարագայում։ Եվ գոնե մի հատ գլոբալ արտաքին քաղաքական հաջողություն պետք է ունենա Տրամփի վարչակազմը, որ գոնե ժողովուրդը իրանների են ինչ-որ կատարվեց, այն խոստումները ինչ-որ տրվեց։ Բայց երբ որ ինքը նորից այսպես գեղեցիկ նախընտրական խոստումներով ասում է, տեսեք ինչ լավ բաներ եմ արել, որը իրականում այդպես չի, դա նշանակում է դեռ հոգեբանորեն պատրաստ չի այդ գլոբալ աշխարհակաղակական քայլը անել, դեռ մտածում է, որ ժողովրդին կարելի է համոզել, որ ես ձեզ համար լավ բաներ եմ անելու։ Եվ հարցածագում, որ այն ժամանակ ինքը ասում էր այդ մաքսատուրքերը, որ հավաքենք, ստիպված պետք է անենք, որպեսզի պետական պարտ կփակենք, անգամ նոր ծրագրեր, նոր ներդրումներ չեն կանել, որտեղ փող չկա, հազիվ պարտ կփակենք։ Դրա մասին շատ ենք խոսել, որ եթե դու այդ գումարները ներգրավեցիր, դրա համար պատասխան մաքսատուրքերով երկրի տնտեսության համար խնդիր առաջացրեցիր, գնաճ առաջացրեցիր, բայց այդ փողերն էլ չօգտագործեցիր այն ճյուղերին, որը զարգացնել է տնտեսությունը անկում չունենա, դա կոպիտ սխալ է։ Հիմա պարզվեց, որ ինքը արդեն դա մտածել է, որ դա սխալ է, եթե ասում է դրա նպատակը ընդհանրապես պարտփակելն էր։ Հիմա ստիպված ասում է, չէ, դրանով լրացուցիչ աշխատատեղեր կստեղծենք, գործարաններ կստեղծենք, այս կանենք շատ լուրջ գումարներ են գալի, դա այդպես չի եւ այդ գումարների ազդեցությունը այդպեսին չի։ Լավ կլինի մի կարճ ժամանակվա ընթացքում Դոնալդ Տրամփը համոզվի, որ եթե դեմոկրատների տեղական ընտրություններից հետո ինքը սենց շոկային բացատրում է, թե ինչ լավ հաջողություններ ունի, ու այս նախընտրական խոստումների ֆոնի վրա նույն բառապաշարով շարունակում է, ցավում եմ, որովհետև դա նշանակում է դեռ ինքը պատրաստ չի գլոբալ քայլ անելու։ Հուսանք, որ այդ գլոբալ քայլը կանի, այլապես իմաստ չուներ Հնդկաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ հետևողական աշխատել։
թող տեր կանգնի այն աշխատանքին, առավելևս Պեսկովի ասածն էլ ասեցի, որ իրանք պատերազմի նպատակից չեն հրաժարում, նախնական դրած նպատակներից էլ չեն հրաժարում։ Սա է իրական առիթն է, որ Դոնալդ Տրամպը մենակ ժողովրդին չմտածի էս մեծ փողերով հաջողություններ ներկայացնելով կարողանա նորից համոզի, որ արխիվի ընտրությունները 2026 թվականին, թե կոնգրեսի, թե սենատի 1/3 ռոտացիայի, դրանից առաջ ինքը ինչ-որ դիվիդենտներ ստանա։ Ավելի լավ է մի հատ գլոբալ քայլ անի, եթե իմ խորհուրդը կլսի, խնդրեմ, թող բաժանորդագրվի Էդվարդ Անդինյանի YouTube ալիքին, իրան բացատրենք, թե ինչ անի այդ ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ նայել, ինչպես վերջինները ուղղակի չեմ նայել, ափսոսել եմ իմ թանկագին ժամանակը, որպեսզի դրան անդրադառնամ, կարճ ուղղակի իմ գնահատականը կտամ, որովհետև ուղղակի իմաստ չեմ տեսնում իրանց օրակարգից առավոտից իրիկու խոսել։ Դրա համար եմ ասում, այն գնահատականները, որոնք տվել ենք դրան, այդ մասին կասենք, կտանք ու կանցնենք առաջ, որովհետև շատ հարցեր կա, եւ Քոչարյանի եւ Փաշինյանի ասած այսպես։ Քոչարյանի ասած ընդհանրապես թռուցիկ երկու բանի վրա ուշադրությունը ձեր հրավիրել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019 թվականին, ապա շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կավարտվեր մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Այսինքն ինքը գտնում է, որ եթե 2019 թվականին իսկապես բանակցությունները շարունակվեր, մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակ կլիներ, որը կընդունվեր եւ հարցը կկարգավորվեր։ Որն է այստեղ կոպտագույն սխալը։ Նախ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ կապված ասեմ, եթե իրանք ինչ-որ բան քննարկում են Նիկոլ Փաշինյանի սխալներից, կարելի է նաև օգտակար է փորձառու մարդիկ են քննարկում են սխալները ներկայացնում են։ Բայց երբ որ իրանք ներկայացնում են, որ իրանք ամեն ինչ լավ են արել, ու հետո էլ գալու են ամեն ինչ լավ անեն, Ժորժը, այստեղ արդեն վերջ։ Այլևս նույնիսկ իրանք ասածը որպես ռացիոնալ միտք, այլևս չի հետաքրքրում, որտեղ եթե դուք 20 տարի մենք ապրել ենք, տեսել ենք դուք ինչ եք արել, ինչա 20 տարի հալուցինացիայի մեջ եմ եղել, ես որ մենակ ձեր արած վատն եմ տեսել, հա? Թե հիշողությունից վատ եմ, չեմ հիշում ինչեր եք արել։ Ինչ գոնե ինձ հետ շփվողները տեսնում են, որ սթափ դատում եմ եւ նաեւ հիշողության խնդրեմ չունեմ։ Եթե դուք արդեն խոսում եք, որ ձեր ժամանակ լավ էր, վերջ, ձեր ասած նույնիսկ օբյեկտիվ գնահատական այլևս ոչ մեկին հետաքրքիր չի։ Իմ ասածը սա է։ Որտեղ մենք գիտենք դուք ինչ եք արել։ Այն ներողություն խնդրեիք, ասեիք, այո, հայցում ենք ներողամտությունը, շատ բաներ սխալ է եղել, դե գուցե ինչ-որ տարբեր հանգամանքներով, այո, Փաշինյանը սխալ է անում, մենք մտահոգ ենք, այդ ամեն ինչը ներկայացնում ենք, մենք էլ մեր սխալն ենք ունեցել, բայց հիմա իրանք են իշխանության, ընենց անենք դեմ առնենք, կամ ինչ-որ առողջ ուժեր կան այդ ամեն ինչի դեմ առնեն, ես կհասկանամ։ Բայց դուք ասում եք, չէ, մենք լավն ենք եղել, էլի ուզում ենք ընտրությանը մասնակցենք։ Այսինքն դուք դեռ գտնում եք, որ դուք լավն եք եղել, եթե Փաշինյանը նույնիսկ վատն է, դա այս դուք լավը դառնալ չեք կարող, ձեր անցյալը ոչ միայն չեք կարող սրբագրել, այլ ձեր անցյալը ապագա չեք կարող վերել։ Եթե դուք համառորեն դա չեք հասկանում, շարունակում եք, մենք մտածում ենք, որ ուրեմն դա հատուկ է կանում, Փաշինյանը երկուսիդ հետ առանձին աշխատում է, որ դուք ակտիվանաք, որ ինքը բացատրի, ասի Ժողովուրդ ջան, եթե ինձ չընտրեք, իրանք գալիս են։ Սա է։ Իսկ հիմա այդ հարցին պատասխանեմ մադրիդյան սկզբունքի հետ կապված։ Նախ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացիան արդեն կազանյան փաստաթուղթներ։ 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան սկզբունքից շատ քիչ տարբերվող կազանյան փաստաթուղթներ 2011-ի, որ ես նույնիսկ այս հարցազրույցը չէի լսել, հիմա էլ չեմ լսել, ուղղակի ես տողը պարզապես համացանցում կարդացի, բայց արդեն 3 ես դրան անդրադարձա։ Բայց ինչի կազանյան փաստաթուղթը Սերժ Սարգսյանը բերեց ու չանցավ։ 2011 թվականի հունիսի 24-ին բավոր բերեցին այդ նույն փաստաթուղթը, ամբողջ ոգին մադրիդյան սկզբունքներ, շատ քիչ տարբերությամբ էր Կազանյանը։ Եվ նաև նշեցի, որ ոչ միայն համանախագահներն էին համաձայնվել, այլև Սերժ Սարգսյանն ու Ալիևն էին համաձայնվել ստորագրել, այլև նախագահ պետությունները այդ համանախագահ երկրների իրանք հայտարարեցին, որ այո, ստորագրվելու է։ Եվ անգամ նշեցի Ֆրանսիայից Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանից Դմիտրի Մեդվեդևը, Ամերիկայից Բարակ Օբաման։ Հատուկ այդ մարդիկ հայտարարել են, բայց ինչի տեղի չունեցավ։ Ռոբերտ Քոչարյան, եթե գտնում ես, որ դա հնարավոր էր 19 թվին, ինչու հնարավոր չէր 11 թվին։
Երբ որ Ալիևը կանգնեց, այդ բոլորը մի կողմ դրեց եւ չստորագրեց։ Ունես դրա բացատրությունը։ Կամ ունես դրա բացատրությունը, որ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ է կարե իշխանությունը զավթել եք մի նպատակով, որ ասել եք Արցախի հարցը լուծելու ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց պատերազմ եւ խաղաղություն լրջանալու պահ երեգել էինք դրա մասին խոսում նոյեմբերի 1-ին 97։ Պաշտոնանկ արեցիք, որ Արցախի հարցը լուծեք։ Ոնց թե Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, թեկուզ լայն ինքնավարությամբ։ Չի լինելու, մենք Արցախի հարցը լուծելու ենք։ Եկել ես, որ լուծես։ Եկել ես պարտված Ադրբեջան։ Եկել ես բարոյալքված բանակ ադրբեջանական։ Հաղթանակած ոգևորված հայ ժողովուրդ։ Այդ պարագայում ոնց առաջացավ փոխանակման տարբերակ։ Դա հնարավոր չէ, որ դու սրբագրես։ Ոնց կարող էր Արցախը մեղրի հետ փոխանակման տարբերակ առաջանալ։ Եթե դու ընդունում ես, որ հնարավոր է նույնիսկ բանակցային սեղանի շուրջ նստել ու դա քննարկել, դու ընդունում ես, որ Արցախը Ադրբեջանի կազմում էր։ Ադրբեջանի հետ պետք է փոխանակես, չէ՞, սեփականատերը Ադրբեջանն էր։ Բայց սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այսինքն էլ դու ինչ ես խոսում։ Եթե ես մեղրի տարբերակը տեղի չի ունեցել, բայց դու համաձայնվել ես դա սեղանին դրվի, վերջ, արդեն նշանակում է դու ընդունել ես, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Ինչի՞ ես Իրանի հետ բանակցել, որ Արցախը փոխես մեղրի հետ։ Ժամանակին Իրանի կազմում չէր։ Գյուլիստանի պայմանագրով չանցավ։ Կասեք ինչ ես խոսում, Իրանինը չի արդեն։ Արդեն Իրանինը չի, բայց Ադրբեջանինն է։ Պատերազմի արդյունքում, բայց 91 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հարցը Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես եմ դրա հեղինակը։ Բայց Լեռնային Ղարաբաղը հռչակ է, որն էլ ասում ենք հրաշալի առիթ էր, որ այդ հռչակել եք։ Օգոստոսի 30-ին Ադրբեջանը Իրան ճանաչել էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որ Խորհրդային Միությունը օկուպացրել էր Ադրբեջանը։ Իսկ 18-20 թվականի Ադրբեջանի պետության իրավահաջորդն էր։ Բա ավելի լավ առիթ չկար, որ աշները մտցնեիք, ասեք ժողովուրդ, այս մարդը անօրինական բան է անում։ Հանրաքվեով ասել է Խորհրդային Միությունը պետք է պահպանենք 91 թվականի մարտի 17-ին երեգել է, չգիտեի, որ այս հարցը պետք է առաջանա։ Դրանից հետո ինքը կանգնում է, ասում է մենք միանում ենք 18 թվականի Ադրբեջանի իրավահաջորդն ենք, բայց քո ժողովուրդը հանրաքվե արե, քո ժողովուրդը քեզ անօրինական էր քո գերագույն խորհրդի որոշումը։ Դու էլ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ես հռչակել։ Այդ նույն մադրիդյան փաստաթղթով ինչի հրաժարվեցիր բանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ նրա մեջ մտնում է Շահումյան Գետաշեն, հարցը դա չի ինչ էր մտնում, հարցը դա է, որ լղիմով չէր արվել դա։ Հանրապետություն է հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի մեջ մտնում է լղիմ Շահումյան Գետաշեն։ Երբ որ դու գնում ես Մադրիդում կանգնում ասում ես Արցախի բնակչություն ասելով հասկանում ենք լղիմի բնակչությունը, իսկ մենք լղիմի հետ կապված ոչ մի որոշում չենք կայացրել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակել ես, լղիմը չես հռչակել, նոր միավոր ես հռչակել։ Հանրաքվե ես արել 91 թվականի դեկտեմբերի 10-ին։ Արել ես էլի լղիմի տարածքում չես արել։ Արել ես Լեռնային Ղարաբաղը ինիկատի ես ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ես հանրաքվե անում։ 1992 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն հռչակել։ Այսինքն դու ես բոլոր փաստաթուղթերը եթե անօրինական ես համարել Մադրիդով, դա նշանակում է մենք ոչ մի իրավական փաստաթուղթ չենք ունեցել, որ Արցախը Ադրբեջանից անկախացել է, Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Այդ չի քո Մադրիդի սկզբունքը, ինչից ես խոսում ընդհանրապես։ Եվ մնացած շատ բաներ կա, ես ուղղակի սա ասեցի, մեկ էլ ասում է բանա, իմ ժամանակ ամենախաղաղն էր չէին կրակում, մեկ էլ ասում է Փաշինյանի ժամանակ էլ չեն կրակում, որտեղ առանց կրակելու հանձնում է։ Այն որ առանց կրակելու հանձնում է, մենք գիտենք դրա համար չեն կրակում, այն է պայմանավորված չեն կրակում, բայց քո ժամանակ էլ է նույնն է եղել։ Մենք որ ասենք հասկանալի է, բայց մենք քոնն էլ ենք ասում։ Հաղթանակած բանակի պարագայով դու ոնց այնքան ձգեցիր, որ Ադրբեջանը զինվի։ Դու ոնց այնքան բանակցային սեղանին այնքան ձգեցիր, բանակցային սեղանին զիջեցիր, որի արդյունքում Ադրբեջանի լեզուն երկարեց բոլոր առումներով։ Բայց դու ժամանակ էր դա, ժամանակ էիր ձգում, չգիտենք ինչա կատարվել։ Այնպես որ ուզում եմ ասեմ, այն ինչ որ հիմա իրանք ասում են,
Մենք պետք է պարզապես հստակ հասկանանք, իրանց օրակարգը բացարձակապես մերժել է, ու մերժել է երկու կողմինն էլ։ Մթամ Նիկոլ Փաշինյանն էլ ուզեցավ իրանց պարզաբանի, տեղը դնի, ավելի շատ խառնեց իրար։ Ինչ է ասում Փաշինյանը, Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Թոկը կարճացնելու այն պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականության վերջ դնելը։ Հիմա հարց է ծագում. բանակցային պրոցեսում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր վրայից մեղքը գցի, ասում է Ամերիկան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ցանկանում էին բանակցային պրոցեսով Արցախի վերացնել Հայաստանը։ Այս մեղադրանքը, որ ասում է, ականջիդ չեն բռնելու, ասեն տղա ջան, դու ես ինչ ես ասում։ Այսինքն մենք Արցախի հետ կապված բանակցում էինք, որ Հայաստանը վերացնեինք, հա, լուրջ։ Այս մեղադրանքը դու ներկայացնում ես Ամերիկային, հիմա ասում ես Ամերիկայի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի է։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունը ավանդական բարեկամական է։ Ռուսաստանն էլ մեր աղբերն է։ Այսինքն դու կանգնում ես ասես, որ ոչ միայն նախկին իշխանությունների օրոք, այլև քո օրոք դիտավորյալ բանակցել են Արցախի կարգավորման համար, որ Հայաստան պետությունը դիտավորյալ վերացնեն Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ամերիկան։ Լավ մեղքը գցում ես ժողովրդի վրա, հասկացանք, ընդդիմության վրա հասկացանք, սև շորերով մանեկողների վրա հասկացանք, եկեղեցականների վրա հասկացանք, Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի վրա որ գցում ես։ Տակից ոնց ես դուրս գալու։ Այսինքն դու հիմա կոնկրետ մեղադրում ես, որ ժողովուրդ ջան, այս համանախագահ պետությունների թիկունքները այդ պետություններն էին, իսկ Ֆրանսիան էլ ներկայացնում էր Եվրամիությունը, ոչ թե մենակ իր երկիրը։ Այս բոլորի նպատակն էր բանակցություններով Հայաստան պետությունը վերացնել։ Ընդհանրապես ուղեղ կա այս տղու գլխին, թե չէ։ Լավ մի ձև գտի ուրիշին մեղադրի։ Դու այդ հարցի պատասխանը ունես։ Կամ եթե ասիկան այդքանից հետո մեկ էլ ասում է Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ասում է հաղթելու են կարգախոսին դեմ էր, զանգ եմ ստանում վարչապետ Փաշինյանից, Ալեն ով է այդ կարգախոսը դրել շրջանառության մեջ հաղթելու են, վատն է, շատ վատ պարտվողական կարգախոսը, հեչ լավը չի։ Կանգնում ասում է, որ մենք պետք է պատերազմում պարտվեինք, որ հանձնեինք, որովհետև հասկացանք դա թող է մեր վզին, բայց 2020 թվականի սեպտեմբերի 28-ին պատերազմից մի օր հետո ինքը զանգում ասում է, սա պարտվողական կարգախոս է, մենք ուզում ենք հաղթենք, այսինքն դու ուզում ես հաղթես, գնում էր պատերազմ հաղթելու, երբ որ ասում ես մենք չէինք կարող հաղթել, մենք պետք է հանձնեինք։ Մի հատ կողմնորոշվեք, թե դուք ի վերջո տակից դուրս գալու համար մի նախադասության մեջ 3 հատ իրարամերժ միտք եք արտահայտում։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Դե ինչ արած, դրան նորից մենք այս ամեն ինչին կանրադառնանք։ Այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։